Սիրելի շրջանավարտներ, ակադեմիայի կոլեկտիվի սիրելի ներկաներ, ես ուրախ եմ ողջունելու ձեզ այսօրվա շատ գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ կարևոր միջոցառման կապակցությամբ այլևս մեր ունկնդիրները պատրաստ կլինեն նշանակվելու եւ աշխատելու որպես քննիչներ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում։ Ես սրտանց շնորհավորում եմ բոլորիս, բնականաբար առաջին հերթին ձեզ, որ հաղթահարեցիք ձեր կյանքում շատ կարևոր հերթական մի փուլ ձեր ընտրած ու ձեր սիրած մասնագիտությամբ աշխատելու նկատառումներով։ Ես վստահ եմ, որ ոչ ոքի չեն ստիպել ընտրելու իրավաբանի, հետո էլ քննիչի մասնագիտությունը, իսկ քանի որ դուք ինքներդ եք ձեր ընտրությունը կատարել, առաջին հերթին հենց դուք եք պատասխանատու ձեր ընտրության համար։ Ես մաղթում եմ, որ պրակտիկ գործունեության ընթացքում առաջացող երբեմն առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրները երբեք ձեզ չընկճեն, երբեք չհիասթափվեք ձեր կատարած ընտրության եւ այս շատ կարեւոր քայլի համար։ Միշտ ասել եմ, որ քրեական արդարադատության հիմքում հենց քննիչի գործառույթներն են։ Եվ պիտի նշեմ, մեր գործընկեր ոչ դատավորները, ոչ դատախազները դա չեն ժխտում։ Այսինքն ձեր կատարած աշխատանքից է գլխավորապես կախված լինելու այդ արդարադատություն կոչեցյալը, շենքի հիմքը, պարզ ասած, դուք եք դնելու եւ ինչքան այն ամուր լինի, այնքան այդ շենքը կայուն կլինի եւ մենք կարողանանք արդյունքում արձանագրելով խոսել կայացած արդարադատության մասին։ Եվ մի նաեւ խնդրանք ուղղված ձեզ, հաշվի առնելով, որ ցանկացած կրթական հաստատության գործունեության գլխավոր գնահատականը իր շրջանավարտներն են, տվյալ պարագայում պրակտիկ գործունեության ընթացքում ձեր դրսևորած վարքագիծը, իրականացրած քննության որակը, մակարդակը, ես խնդրում եմ, որ դուք միշտ բարձր պահեք մեր, նաև ձեր, նկատի ունեմ ակադեմիայի պատիվը։ Ձեզ թող չթվա, որ այսքանով ակադեմիայի հետ ձեր շփումը կամ հարաբերությունները ավարտվում են, ընդհակառակը։ Եթե այս ընթացքում ընդամենը 2 ամսվա կտրվածքով դուք այստեղ ուսումնառություն եք անցել, հետագայում արդեն քանի դեռ դուք կորոշեք աշխատել որպես քննիչ, հետո գուցե նաև դատախազ, դատավոր, դուք միևնույն է ակադեմիայի հետ ձեր շփումը ունենալու եք առնվազն օրենքի պարտադիր պահանջի շրջանակներում, որովհետև դուք պարտավոր եք լինելու քննիչի պարագայում 2 տարին մեկ անցնել վերապատրաստումներ ակադեմիայում։ Բացի դրանից, աշխատանքի ընթացքում, եթե կառաջանան խնդիրներ, որոնց լուծումը ձեր կարծիքով կարող է գտնվել ակադեմիայի մասնակցությամբ, աջակցությամբ, օժանդակությամբ, միջամտությամբ, բառերի հերթականությունը կարող է ավելի երկար լինել, դուք նկատի ունեցեք, որ իդեմս ակադեմիայի ձեր հարազատ կրթօջախի ունեք ձեր թիկունքին կանգնած մի կառույց, որը հնարավորության սահմաններում ամեն կերպ հետագայում եւս փորձելու է ձեզ աջակցել։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ ձեր հարազատներին, ովքեր անհամբեր սպասում էին ձեր այս հերթական կարևոր քայլի կատարմանը։ Ամենայն բարիք, եղեք անփորձանք։ Ավարտական վկայականներ են հանձնվում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված անձանց 3-րդ խմբի ներկայացուցիչներ Արամայիս Թանդարյանին, Տատյանա Հակոբյանին, Զոհրաբ Խաչատրյանին, Մարուսյա Սարգսյանին, Ավագ Խաչատրյանին, Ֆրոնտիկ Խուջումյանին, Վեներա Աղանիկյանին,
Բագրատ Վարդանյանին, Հակոբ Սարգսյանին, Միլենա Մաթևոսյանին, Մանվել Ազիզյանին, Հարություն Պողոսյանին, Մելսիկ Վարդանյանին, Վրեժ Գրիգորյանին, Լիլիթ Եղիկյանին, Հայկ Հարությունյանին, Վիգեն Նալգրանյանին,